Մագնիսական երևույթները, ինչպես և էլեկտրական երևույթները, մարդկության հայտնի էին դեռ շատ վաղ ժամանակներից։ Մ.թ.ա. 6-րդ դարում արդեն գիտեին երկաթե իրերը դեպի իրենց ձգող հանքատեսակի մասին, որին անվանում էին չուշին, այսինքն՝ սիրող քար։ Հետագայում այն անվանեցին բնական մագնից։ Մագնից նշանակում է մագնեսիայից բերված քար։ Զգալիորեն ուժեղ մագնիսական հատկությամբ արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից։ Արհեստական մագնիսներին հատուկ ձև են տալիս և հաճախ ներկում են երկու գույնով։ Լինում են ձողաձև, պայտաձև, ուղղանկյունաձև, օղակաձև և այլ մագնիսներ։ Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանում են հաստատուն մագնիսներ։ Հաստատուն մագնիսները ձգում են երկաթ կամ երկաթի համաձուլվածք պարունակող մարմինները և չեն ձգում փայտից, ապակուց, գունավոր մետաղներից և այլ նյութերից պատրաստված առարկաները։ Հաստատուն մագնիսի հատկությունները նրա տարբեր մասերում նույնը չեն։ Փորձը ցույց է տալիս, որ առավել ուժեղ մագնիսական հատկություն է հայտնաբերվում մագնիսի ծայրերին, իսկ կենտրոնում մագնիսը գրեթե չի ձգում երկաթե իրերը։ Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ։ Յուրաքանչյուր մագնիս ունի երկու բևեռ, համապատասխանաբար S հարավային և N հյուսիսային։ Մագնիսական փոխազդեցության օրինաչափությունները պարզաբանելու համար հաճախ օգտվում են մագնիսական սլաքից։ Մագնիսական սլաքը բարակ, երկարավուն, շեղանկյունաձև մագնիսի թիթեղ է, որը տեղադրված է ծայրին և կարող է հեշտությամբ պտտվել նրա շուրջը։ Փորձերը ցույց են տալիս, որ մագնիսները փոխազդում են միմյանց հետ, ընդ որում մագնիսի տարանուն բևեռները իրար ձգում են, իսկ նույնանուն բևեռները վանում։ Փոխազդեցությունն իրականացվում է մագնիսի կողմից ստեղծվող հատուկ դաշտով, որին անվանում են մագնիսական դաշտ։ Մագնիսական դաշտը ստեղծվում է շարժվող լիցքերի կողմից նրանց շուրջը և ազդում է շարժվող լիցքերի վրա մագնիսական ուժերով։ Մագնիսական դաշտը կարող ենք դարձնել տեսանելի երկաթի խարտուքի միջոցով։ Մագնիսը մոտեցնելիս երկաթի խարտուքի մասնիկները վեր են ածվում փոքրիկ մագնիսական սլաքների և դասավորվում են որոշակի գծերի երկայնքով, ստեղծելով մագնիսական դաշտի պատկերը։